զորացնել գիտես Տեր։ Շնորհակալություն քեզ Տեր, այն ամենի համար ինչ արել ես, քո մեծ փրկության համար, քո ամբողջական գործի համար, քո եկեղեցու համար Տեր, երկրի վրա, քո ընտանիքի, քո ժողովրդի համար Տեր։ Այս ամեն բանի համար Տեր մենք քեզ ենք պատվում ու երկրպագում մեր Հիսուս։ Ասում ենք դու արժանի ես, առնելու ողջ փառքը, ողջ պատիվը, ողջ մեծարանքը Աստծո գար։ Ողջ ժողովուրդը, ողջ եկեղեցին ասեց, ամեն, հալելույա, հալելույա։ Բարի գալուս, սիրելիներս, ողջունում եմ ձեզ։ Այսօր ես չեմ ծառայելու, այսօր Արսեն եղբայրն է ծառայելու, Արսեն ուր է։ Կստեղ է, եկել է։ Ողջունում եմ բոլորիդ, ովքեր մեր մոտ առաջին անգամ են, Տեր առատապես օրհնի ձեզ, ովքեր երկրորդ անգամ են, էլի օրհնի, ովքեր միշտ գալիս են, դուք գիտեք, դուք վաբշե օրհնված եք։ Շատ լավ, այսօր ես կարճ կխոսեմ, ֆինանսներից պիտի խոսեմ, մինչև ֆինանսներից խոսելը օրհնվեցիք, չէ՞ փառաբանությունից, շատ լավ է, նստի տեղ էլի, կամ կողքդ կնստեմ, մինչև ֆինանսներից խոսելը, հեսա երեխեքը թող գնան սիրելներ, ես ուզում եմ մեր եկեղեցու դիրքորոշումը մի քանի կառույցի մասին, խոսեմ, ինչպես ենք վերաբերվում պետությանը, Իսրայելին, մենք հովական ծառայությունով խոսել ենք այս ամենի մասին, ու հետո կանցնեմ ֆինանսներին ու հետո գիտեմ, որ Արսեն եղբայրը հզոր խոսք ունի, որը որ մեր կյանքերը փոխելու է, ամեն, շատ լավ, մի քանի սենց, այսօր ավելի շատ ոչ թե քարոզի բանով է լինելու, այլ ինֆորմացիա, մեր դիրքորոշումը, եկեղեցու դիրքորոշումը պետության հանդեպ, մենք ինչ դիրքորոշում ունենք պետության հանդեպ, եկեղեցու անդամները իրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր որ պարտավորվում են պետության բոլոր օրենքներին ենթարկվել, ապրել համապատասխան այդ ամենին, քանի դեռ այդ օրենքները չեն հակասում Աստծո խոսքին, Եթե վաղը օրենք անեմ, որ այլևս էլ Աստծո խոսք պիտի չքարոզվի, վաղը չէ մյուս օրը մենք դնելու ենք այս ամբիոնը ու շարունակենք քարոզել Աստծո խոսքը։ Այսինքն, քանի դեռ երկրի պետության օրենքները չեն հակասում Աստծո խոսքին, մենք այդ օրենքները պահում ենք։ Ինչ դիրքորոշում ունի մեր եկեղեցին Իսրայելի հանդեպ, որտեղ երբեմն կա երկու տիպի ծայրահեղություն, օրինակ ցանկացած հարցում կա երկու տիպի ծայրահեղություն, օրինակ Իսրայելի կամ պետության հանդեպ մենք միայն անում ենք ինչ որ գրված է Աստծո խոսքում, բայց Աստծո խոսքում գրված չի օրինակի համար կարմիրի տակ կանգնիր, չէ՞։ Դա գրված է երթևեկության բանում։ Կամ մյուս տարբերակը օրինակ Իսրայելի հանդեպ կա անտիսեմիտիզմ, կան մարդիկ, ովքեր ատում են Իսրայելը ու կա մարդիկ, ովքեր չգիտես ինչի հրյա չեն, բայց իրանց նմանացնում են հրյաներին, հրյական դրոշ են կախում, հրյական տոներ են տոնում, մեր վերաբերմունքը Իսրայելին, Իսրայելը Աստծո ժողովուրդն է, սիրելիներս, որը որ Աբրահամից ստեղծվեց, Աստծո ազգը, բայց եկեղեցին սա Աստծո ընտանիքն է։ Ու երբ որ մենք ասում ենք Իսրայելը Աստծո ժողովուրդն է, դա ամենևին չի նշանակում, որ ինչ որ անում է Իսրայելը, դա ճիշտ է։ Ոնց որ հին ուխտում, Մենք տեսնում ենք հին ուխտում, որ Իսրայելը Աստծո ժողովուրդն էր, բայց լիքը սխալ բաներ էր անում։ Նույնպես նաև հիմա, երբ որ մենք ասում ենք Իսրայելը Աստծո ժողովուրդն է, դա չի նշանակում այն ինչ որ անում է Իսրայելը, դա ճիշտ է։ Իսրայելը կարա հարձակվի մի պետության վրա, բնաջին ջանի, մենք չենք ասում, որ դա ճիշտ է։ Մենք ընդհանրապես ասում ենք, որ Իսրայելը ընտրված ազգը Աստծո ժողովուրդն է։
Երկրորդ ծայրահեղությունը կալիք չկա հետ գնալ, հա, կախել Իսրայելի դրոշը, տոնել Իսրայելի տոները, մենք բոլոր տոները ունենք հիմա նոր ուխտում։ Բոլոր տոները, որ եղել են հին ուխտում, մենք ունենք նոր ուխտում, արդեն Քրիստոսի խաչից հետո, որ մենք տեսնում ենք։ Սա ինչ վերաբերվում է Իսրայելին, մեր վերաբերմունքը առաքելական եկեղեցուն։ Մենք համարում ենք, որ առաքելական եկեղեցին մեր երկրի մայր եկեղեցին է, ով 1700 տարի պահել է մեր երկիրը քրիստոնյա, որ չենք դառել մուսուլման, որ չենք խոսել ուրիշ լեզվով, սա մեծամասնությամբ առաքելական եկեղեցու շնորհն է, հա, որ մենք մնացել ենք քրիստոնյա։ Բայց միևնույն ժամանակ տեսնելով եկեղեցու մեջ խնդիրներ կամ ծառայողների մեջ խնդիրներ, իհարկե մենք չենք բարձրաձայնում, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, խնդրին ասում ենք խնդիր, մեղքին ասում ենք մեղք։ Ամեն։ Ինչպես նաև մյուս եկեղեցու ծառայողներ։ Այսինքն հարցը ոչ թե եկեղեցին է, այլ հարցը այդ եկեղեցու ինչ որ մի ծառայող է, որ սխալ է անում։ Մեր վերաբերմունքը մյուս եկեղեցիներին։ Դուք ասես սենց բան երբեք չես խոսացել, հովիվ ջան, սենց բան։ Ուզում եմ ասեմ, մի օր էլ պետքա խոսանք սենց բաներից, հա, որ իմանանք։ Մենք բոլոր մյուս ավետարանական եկեղեցիներին վերաբերում ենք որպես քույր եկեղեցիներ, կապ չունի, գլխաշոր գցում են, չեն գցում, լեզուներով աղոթում են, չեն աղոթում։ Բոլոր այն եկեղեցիները, ովքեր ընդունում են Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, ովքեր վերստին ծնվում են, փրկվում են, ովքեր քարոզում են ավետարանը, մնացածը երկրորդական արդեն։ Մենք ընդունում ենք որպես քույր եկեղեցիներ, օրհնում ենք իրանց ծառայողներին, ու ամեն անգամ աղոթում ենք, որ իրանք աճեն ու զորանան։ Ինչպես մեր վերաբերմունքը մեղքի հանդեպ, մենք մեղքին շատ վատ ենք վերաբերվում։ Մեղքը սա ամենավտանգավոր բաներից մեկն է, որ Ադամի գործի պատճառով մտավ աշխարհ, հա, ու մտավ մարդու բնույթի մեջ։ Մենք հասկանում ենք, որ մեղքը Աստծո թշնամին է, մեղքը մարդու թշնամին է, որ մեղքը կարա կործանի մարդուն, դուռ բացի սատանայի համար, կարա գերության մեջ տանի մարդուն, միևնույն ժամանակ հասկանալով, որ այդ մեղքի հարցը խաչի վրա լուծված է։ Այսինքն մենք ոչ թե կենտրոնանում ենք այդ մեղքի բոբո լինելու վրա ու վատը լինելու, այլ մենք կենտրոնանում ենք խաչի վրա, որովհետև Հիսուս Քրիստոսը լուծել է այդ մեղքի հարցը։ Ու քանի որ Տերը լուծել է, մենք մարդկանց ուղղորդում ենք դեպի խաչ, դեպի ապաշխարություն, դեպի լուծում, դեպի ազատություն, դեպի սրբություն։ Իսկ կենտրոնանալով մեղքի վրա, մարդը երբեք չի ապրի սուրբ ու ազատ։ Ու վերջինը մեր վերաբերմունքը աշխարհի հանդեպ, մեղավորների հանդեպ, հա, աշխարհը սա մեղավորներն են այն մարդիկ, ովքեր չունեն Տեր Հիսուս Քրիստոսին, ու Աստծո խոսքը ասում է, ով ընդունում է նրան հավիտենական կյանք ունի, իսկ ով որ չի ընդունում նրան, Աստծո դատաստանը կլինի նրա վրա, ու մենք հավատում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը գին է վճարել բոլորի համար։ Տերը քավություն է եղել բոլորի համար, բայց ստեղ պետք է իմ ու քո գործը, մենք պիտի քարոզենք ավետարանը, մենք պիտի կիսվենք ուղերձներով, մենք պիտի խոսենք Աստծո խոսքը, որպեսզի ամեն մեկը, ով չունի Հիսուսին իր կյանքում, ով վերստին ծնված չի, լսի Աստծո խոսքը, որպեսզի փրկվի, գնա երկինք, ոչ թե մահանա, գնա դժոխք։ Ամեն։ Սենց կարճ մեր վերաբերմունքը որոշ կառույցների մասին, չնայած որ մեղքը կառույց չի, ուզում եմ ես աղոթեմ ձեր համար կարճ, թույլ կտաք, դուք նստեք ուղղակի։ Տեր Հիսուս, աղոթում եմ ամեն մեկի համար, ով ստեղ այ մարգա։ Հայր, աղոթում եմ իմ քույրերի, եղբայրների համար, աղոթում եմ, որպեսզի բացես քո Սուրբ Հոգով ամեն մեկի սիրտը, Տեր, որպեսզի լսեն քո խոսքը, ընդունեն, ու այս խոսքը պտուղ տա ամեն մեկի կյանքում հարյուրապատիկ Հիսուսի անունով։ Ամեն։ Այսօր ես ուզում եմ կարճ անկեղծ խոսեմ քո այդ ֆինանսների մասին, ուզում եմ խոսեմ տասանորդի մասին։ Երեք նենց իրավիճակ էր, որ չպիտի գայի, բայց սրտից չնստեց, ասի չէ, այն որ իմ բառերով ասած չերեզ նիմագու պիտի գնամ,
ու քարոզ ամեն ինչ որ Տերը տվել է, ես խնդրում եմ սիրելիս, որ քո սիրտը բացես, հիմա փորձի լսես, որտեղ եմ ես ուզում քեզ օգնեմ, հիմա փորձի լսես, որ Աստված խոսք ունի քո համար, որ քեզ օգնի, հա, փորձի ընկալես, փորձի վերցնես, Առաջի, այսօր 3 հարցից եմ խոսելու, որ մարդիկ ունեն 10-որդի հետ կապված, 3 հարցին էլ պատասխանելու եմ։ Ու ինչի հենց 10-որդից, ինչի հենց մի քանի ծառայություն, որովհետև երբ որ մենք զգայուն չենք լինում 10-որդին, երբ որ մենք զգայուն չենք լինում այդ 10-որդը առանձնացնելուն, մեր կյանքում դրա օրհնությունը չի գալիս։ Ես իմ կյանքի վրա եմ տեսել, որ ամիսները ասել եմ, դե բանա, դե մենք տալիս ենք, առած սենց 30%, 40%, 10-որդը հինուխտյանա, այսօր անդրադառնալու ենք հետ ամեն ինչին, հետ ես նայում, տեսնում ես կի 3% չես տվել, դու քեզ խաբում ես, ու հետ ես նայում, տեսնում ես, որ այն օրհնությունը, որ պիտի ունենայր տալու առատությունից, այդ չունես։ Ու կա այսպիսի խաբկանք, որ մենք ավելի շատ ենք տալի։ Բայց ես այսօր ուզում եմ դու ինքդ քննես քո սիրտը ու հաշվես, ինչի եմ ես խոսում այս ամեն ինչի մասին, որտեվ սա մի հատ մեր կյանքով անց է, մի հատ ծառայողական թմով անց է, նոր հասել է եկեղեցի։ Ամեն։ Առաջի հարցը 10-որդը սա գրպանի հարց չի, 10-որդը սա սրտի հարց է։ Ու ամբողջ հարցը կայանում է նրանում, չէ, էսի հարցը չէր, էսի պնդում է, էսի իմ պնդումն է, որ մենք գրպանով ենք նայում 10-որդին, ոչ թե սրտով։ Աստված հետաքրքրված չի մեր գրպաններով, Աստված հետաքրքրված է մեր սրտերով։ Ու շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ 10-որդը ինքը սրտի հարց է։ Իմ վստահության հարցն է, ու ինչքան էլ ես ասեմ, ես վստահում եմ Աստծուն, իմ ֆինանսների մեջ, եթե չեմ առանձնացնում 10-որդը ու չեմ բերում Աստծու տուն, դա սուտ է, տեղ չկա վստահություն։ Գիտեք, երբեմն մենք ինքներս մեզ կարանք խաբենք։ Ով է հետ ինքը խաբե։ Մենք մեզ կարանք խաբենք, մենք հավատանք այդ սուտին ու ապրենք այդ սուտով։ Բայց դու Աստծուն չես կարող խաբես, դու Աստծու խոսքը չես կարող խաբես։ Ու առաջի պնդումը, որ ուզում եմ անեմ, սա է, գրպանով ես մտածում, թե սրտով։ Երբ որ պիտի առանձնացնես այն 10%-ը, գրպանով ես մտածում, թե սրտով։ Երբ որ հարց կա, որ Աստված ինչ-որ բան պիտի անի քո կյանքում, դու երբեք գրպանով չես մտածում։ Միշտ սրտանց գալիս ես իր մոտ, արցունքները գնում է, որտև էդի մենակ Տերը կարա անի։ Երբ որ հարց է, որ դու ինչ-որ բան պիտի անես Աստծու համար, դու միանգամից սկսում ես գրպանով մտածել։ Հաշվարկները գնաց, փողերը չի հերիքում, ու դու քեզ համոզում ես, որ դու ավելի ճիշտ ես, քան թե Աստված։ Դու ավելի խելացի ես, քան թե Աստված, ավելի ճիշտ ես, քան թե Աստված, ավելի իմաստուն ես, քան թե Աստված։ Կասես, որտեղ եմ ինձ համոզում, եկեք 3 հարց նայենք ու կարճ ավարտենք։ Ուր է գնում իմ 10-որդը, էսի առաջի ամենակարևոր հարցն է։ Ուր է գնում իմ 10-որդը, ես գիտեմ ուր է գնում, այդ 10-որդը գնում է հովվի գրպանը։ Ես ուզում եմ քեզ հիասթափացնեմ, սիրելիս։ Գիտես, պատկերացրա դու գնացել ես Երևան City առևտուր անելու, ու առևտուր ես անում ու սկսում ես մտածել։ Ուր է գնում ես իմ փողերը։ Այս իմ փողերը հաստատ ես կասերի գրպանն է գնում։ Քուրիկ ջան, անդ ինչ է, Ռիփսիկ։ Ռիփսիկ, այս իմ փողերը ուր է գնում։ Մենք տենց բան չենք անում։ Թե անում ես դու։ Մի հատ ինձի կասես, Ռիփսիկ ջան, ես իմ փողերը, կարող է դու ավտո ես առես փողերով, կարող է դու ուզում ես տուն, մենք տես բան չենք անում, որտեվ այդ առևտուրը մեր ու Ռիփսիկի մեջ չի։ Քո 10-որդը քո ու հովվի մեջ չի։
քո ու նույնիսկ եկեղեցու ծառայողների մեջ չի, քո տասանորդը քո Աստծու մեջ է։ Ու վստահ եղի, այդ գումարները ծախսվում է ճիշտ տեղերում։ Որովհետև երբ որ մենք սկսում ենք մտածել, մենք վերցնում ենք Աստծո դիրքը, երբ որ ես կտրում եմ ինձանից, տալիս եմ տասանորդը, իմ պատասխանատվությունը էլ չկա։ Արդեն նրանց պատասխանատվությունն է, ովքեր պատասխան են տալիս այդ ֆինանսների համար։ Ու վստահ եղեք, Աստված ավելի ուժեղ աուդիտ ունի, քան թե հարկայինը։ Աստծու ձեռից բրծնել չի լինի։ Հասկանում եք իմ ասածը ինչ եմ ասում։ Դրա համար ես ուզում եմ, որ տեսնես, սա քո ու հովվի հարցը չի։ Ավելի հեշտ է, որ ուրիշ հով էսի սովորացնի, բայց ես խնդիր չունեմ։ Սա քո Վարդանի հարցը չի, սա քո ծառայողների հարցը չի։ Սա նույնիսկ քո եկեղեցի, սա քո Աստծո հարցն է։ Ու ամեն անգամ, երբ որ դու կտրում ես, դու սրտով մտածի, դու կտրում ես ու դու ցույց ես տալիս Աստծուն, որ դու իրան վստահում ես։ Մնացածը թող արդեն Աստծո վրա։ Մնացածը մեր մասը չի, երբ որ մենք մտնենք այն մնացածի մեջ, մենք խճճվելու ենք, սիրելիներս։ Հաջորդ հարցը։ Տասանորդը հինուխտյան գաղափարը, չէ՞։ Եթե հինուխտյան գաղափարը, ուրեմն չլարվեմ։ Ես սկզբից կպայես թեմային, ոչ, տասանորդը հինուխտյան գաղափար չի, տասանորդը մինչև հինուխտն էր։ Կան հարցեր, որ մինչև Մովսեսն էր։ Հինուխտը, օրենքը սկսում է Մովսեսից։ Տասանորդը մտավ օրենք, դարձավ օրենք, բայց տասանորդի գաղափարը Աբրահամից էր։ Աբրահամը որոշեց իր ավարից տա տասանորդ, մի անգամ իր ավարից Մելքիսեդեկին։ Հակոբը որոշեց իր եկամուտից տա տասանորդ։ Իսրայելը որոշեց ցանի։ Երբ որ ասում ենք տասանորդը, սա հին ուխտյան գաղափարը, եկեք մենք չլարվենք տասանորդի հետ կապված, եկեք մենք ազատ լինենք, գիտեք, ժողովուրդը նույնիսկ 10%-ը չի տալիս։ Եթե նայենք նոր ուխտին, լավ, ո՞րն է նոր ուխտյանը, օքեյ, լավ, տասանորդը հին ուխտյան է, լավ, ո՞րն է նոր ուխտյանը, եկեք նայենք նոր ուխտին, Զաքեոս, իմ ունեցվածքի կես աղքատներին գտամ, ում չարիք եմ արել, քառապատիկը կհատուցեմ, էդի գոնե 60%-ա կամ 50։ Այրիկին, թիվ չեմ ասում եմ, որ դուք գիտեք, գործ քառակելոց, Եթե մենք ասում ենք տասանորդը հին ուխտյան է, չկենտրոնանանք տասանորդի վրա, եկեք նոր ուխտյանը վերցնենք սիրելիներս, եկեք ամեն մեկը Զաքեոսի պես լինենք, եկեք ամեն մեկս այն մարդկանց պես լինենք, ովքեր իրանց տները ծախում են, բերում դնում են առաքյալների ոտքերի տակ, եկեք հայրի կնոջ պես լինենք, եկեք առաքյալների պես լինենք, ովքեր ամեն բան թողեցին ու հետևեցին Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն բան։ Դրա համար ես ուզում եմ այսօր սիրելի եկեղեցի, մենք գոնե մինիմումի մեջ սրտով մտածելով հավատարիմ լինենք։ Ու երրորդ հարցը, որ ուզում եմ բարձրացնեմ, սա կարող է այս ամեն ինչը բիզնես է։ Պարտադիր չի դու այդ հարցերը տաս, ես կբարձրացնեմ այս